Կանգնում ստարանքում, մեր բեռնված մրգով, ծաղիկով, տարբեր փչացող ապրանքներով մեքենաները կանգնում են ստարանքում այնքան, ոնց որ դատարկ ավտոների նման կանգնած լինեն, ոչ մի առավելություն չկա։ Նույնը Ռուսաստանում, Լարսի տամոժնայում, հետո մենք կանգնում ենք, եթե ասենք փող տվեցիր, փողով հարցը լուծեցիր, չէ, տամոժնայից կարան որոշեն քեզի հետ ուղարկեն, թե չուղարկեն։ Այնտեղ էլ մեզի պատասխանատու չկա։ Նույնը Բագրատաշենում, մեր Բագրատաշենի տամոժնայում քաշում է 2 օր, որ մտնես Հայաստան։ 2 օր։ Գալիս ես կանգնում ես հերթ, ոչ մի հատ ձև ես աշխատանք չեմ տեսել, որ մեր մասին մտածեն, որ ասենք ինչ-որ մի բան անեն, որ արագ աշխատեն, մերս բեռնափոխադրող կազմակերպություններն էլ աշխատեն, ինչ-որ մի լուծում տրվի։ Նույնը խնդիրը, որ մեզ ասենց բաց թողած վիճակում են գտնվում, մենք մեր լոգիստիկական կամպանիաները ոնց ուզում են աշխատում են, ինձ թվում է, որ հետևող չկա, բարձում են, ասենք, մեր մեքենաները կանգնած, տեսախ վարորդներ են, որ ունեն մի հատ ավտո, 2 հատ ավտո կամ կան կազմակերպության տեր, մեր մեքենաները կանգնած, ստեղ հիմա որ հելնենք գնանք տերմինալները մեր տարբեր Հայաստանի, կտենանք վրացիներ, ռուսներ, բելարուսներ, շատ լավ է, դու աշխատեն, բայց կիրգիզ, ուզբեկ, հիմա չեմ ասում, որ մենակ մենք աշխատենք, իրանք չաշխատեն։ Բայց պետք է ինձ լինի, որ ինչ-որ մի հնարավորություն ստեղծեն, որ մեզ էլ վերաբերեն, մենք էլ աշխատենք, մենք խիստ ինչ-որ զապաս ենք, այսպես կիրգիզը չլինի, վրացին չլինի, ռուսը չլինի, բելարուսը չլինի, նոր ինչ-որ բեռը տամ մեզի մենք բեռնափոխադրենք, կամ եթե ստեից էլ չեն տալի, հիմա դրսից ենք մենք բերում բեռը, ընդեղից էլ են գները ցածրացել, որ ստիպված էլ չեն կարող մենք դուրս գնանք, համ տանում են, համ բերում են։ Մեր հայ վարորդներն էլ ավտոները կանգնեցել են, երեք նկար են գցել, որ արդեն ծիծեռնակը բույն է դերը մեր մեքենաների մեջ։ Ձերը որ ընկերությունն է։ Ես անաձեռներից եմ, իմ մեքենան ունեմ, ինձ անձամբ ես էլ վարում եմ։ Այստեղ բոլորն են անաձեռները։ Չէ, մարդիկ, հա։ Հիմնականը։ Որ ասում են Կիրգիզը Կիրգիզստանից չի բերում, Ռուսաստանից է բերում այդ բեռը Հայաստան։ Ու ինքը դադա գնում է Թուրքիա, իրան ձեռը տալիս, որ ինքը Ռուսաստանից բերի Հայաստան ինչ-որ մի հատ ֆիքսված գումարով, դադար չի գա դա Թուրքիա։ Էդի իրանք նախընտրում են, որ Կիրգիզին բարձեն, Հայաստան մեքենաներին չբարձեն։ Էդի դա էլ որ Կիրգիզը, հա, չէ։ Որտեղից են բարձում, ինչ են անում, դա մեր որոշելունը չի, մենք կարող այդքան չհասկանանք էլ, թե որը ինչ ձևակատանում։ Մի հատ վերահսկողը լինի, մի հատ լսենք, հասկանանք, տնանք այս հարցի տակից ոնց է գալիս խնդրի կառավարությանը, որ այս մեր խոսքը հասանելի լի կառավարությանը, մեր խնդրանքն է դա, որ այս բեռնափոխադրողներին ընդառաջեն այս հայկականը հայ լոգիստներին բերեն այնպես դաշտ, որ հայերի հետ աշխատեն, ոչ թե վրացիների հետ աշխատեն։ Չէ որ թասիբ, նամուս, մեր վրացական մեր հայկական մեքենաները սաղ Վրաստան 2 ամիսա կանգնած են, վրացին չի բաց թողը մեր մեքենաները, բայց մեր հայ լոգիստները խեն վրացական մեքենաներ բարձեմ, հայերին անտեսելով։ Չէ, մենակ ալկոհոլը չի, տարբեր բեռեր, տարբեր պատճառներով մեքենաները մտցնում են գեզի, ամիսներով կանգնում են, անհույս։ Մեր խնդրանքը կառավարությանը է դա, որ մեր հարցին մի հատ լուծում տակ, մի հատ լոգիստական կամպանիաներին հրավիրեք, խոսացեք, թող առաջներ տլեն մեր հայերը։ Չէ որ վարչապետն ասում էր, որ մենք հարգատուն համար առաջի հերոսն է։ Մենք էլ հարգատու ենք, մենք հետ ենք խնդրում, ուրիշ բան չէ, մենք ոչ քաղաքականացնեմ ենք, ոչ էլ եսին ինչ ենք անում, մեր խնդրանքը է դա։ Հեսա ծիրանի սեզոն է գալիս, մինչև անգամ չգիտենք ծիրանը կարա դուրս գա, թե չգա, հետալյա գեզիա կայնելու, հետալյա Ռուսաստանա կայնելու, հետի ոչ մեկս գարանտիա չունենք։ Ստե գինը $200-300 մասին չի, ոչ էլ $500 մասին, ընդհանրապես գործ չկա։ Մեր գործը հիմա գալիս անեց, որ մեր մեքենաները ստեղից արտանում կատարելիս, Վրաստանում պահում են գեզի տերմինալում, հիմա 100-ից 150 մեքենա այնտեղ կանգնած է տարբեր բեռերով, կահույքով, բնականաբար այնտեղ անվճար։ Էդի ոչ մեկը չեն կարացենք ինչքան գումար է։ Հիմա մենք այդ գումարի մասին չենք խոսում, այլ ընդհանուր այդ վիճակի մասին ենք խոսում, որ մեր մեքենաները 100-ից 150 մեքենա Վրաստանում կանգնած են, մեր լոգիստիկական կամպանիաներն արդյոք օգտվելով, որ մեր մեքենաները գնում են կանգնում են Վրաստանում, տալիս են մեր բեռը վրացիներին։
Որքանի որ վրացին հետում է նույն բեռով վրացին չի կանգնում։ Վրացուն բաց են թողում, վրացին գնում է։ Այնտեղ ռուսներն են տալիս, այսինքն մենք դարել ենք ստեղ ոնց որ բան էլ, եթե թողենք կտանք, չէ։ Մենք ուրիշ խնդիր ունենք մենք։ Խնդիր շատ ունենք։ Հիմա այս պայն ոնց որ ասած, որը որ հիշում ենք, որը որ մեր խելքով կարում ենք խոսանք, այդ ենք բարձրացնում, բայց լիքը ստե խնդիրներ կա այս ոլորտում, որ բաց թողի վիճակում է։ Այս բայդուրցա։ Ու չկա մի կազմակերպություն մենակ, ինձ թվում է լավ աշխատում հարկայինը։ Եթե հարկայինը լավ աշխատեն, մենք Հարկայինը լավ աշխատում, որ մեր պակաս 10 դրամը, եթե մուծում ենք 10 դրամ պակաս ենք մուծում, այդ 10 դրամը հետևից գան։ Այդ կոպեկ առ կոպեկը։ Այո։ Չենք տեսել։ Մի բան էլ ասեմ, Այդ նույն վրացական լոգիստները հայերին, այդ նույն վրացական լոգիստները հայերին բեր չեն տալի։ Դու կյանքը չես կարա Վրաստանի լոգիստերից մի հատ բեր վերցնես, չկա, որովհետև ունեն թասիպ։ Վրացիները բարձում են վրացիների մեքենաները։ Իսկ մեր հայ լոգիստները, նու սաղ ինչի վերաբերվեմ։ Մարդիկ կան նորմալ աշխատում են, սաղ ինչի վերաբերվեմ։ Բայց այն շատերը բարձում են վրացական մեքենաները, հայերին անտեսելով։ Մեր խնդրանքն է դա, թող մի հատ վերանայեն։ Խի պետք է հայ աշխատի վրացու հետ, կամ ինչ-որ մեկի հետ, եթե հայերը ստեղ պարապեն։ Հայկական մեքենաները պարապեն։ Խնդրեմ ենք մեր հարցին թող իմացեք, եթե մեր հայ փոխադրողներս բոլորս մենք հարկատու ենք, հարկ ենք վճարում, օտար երկրի ավտոն, եթե գալիս է մտնում է մեր մոտ, ներմուծում ու արտահանում է անում, իր գործողությունից մեր երկրում ընդհանրապես գումար չի մուծվում։ Հարկ չի մուծվում։ Բայց մենք մուծում ենք։ Ու մեզի չեն տալիս գործ, նախընտրում են երրորդ երկրի ավտոյին։ Մեր երկրի գումարը տանում են, դուս են Շատ ցավալի է։ Հաշվեք օրվա մեջ քիչ գումար չի, որ երկրից դուրս է գալի, կարար մնար մեր Հայաստանում։ Ու դրա համար ոչ մի նալոգ, ոչ մի հարկային գործողություն չի կատարվում։ Ես ճիշտ հասկացա, որ դուք օրինակ եթե Հայաստանի Հանրապետությունում ծախս որպես այդպեսին չեք գրանցել, որ ցույց տաք, նաև ձեզ համար դա է ցույց չենք տալի մեծ մասամբ, այո։ Ռուսաստանում եք։ Այո, մեծամասնությունը ծախս չի կարում ցույց տա, բայց մենք անկախ դրանից հարկերը մուծում ենք։ Մեզ հասանելիքը մենք մուծում ենք, բայց երրորդ երկիրը ու օտար ավտոն մտնում է Հայաստան, նալիչի առանց փոխանցումի փողը վերցնում է ու գնում է այստեղից։ Բեռը բարձում, փողը վերցնում, գնում է ու ոչ մի հարկային պարտավորություն։ Չեն էլ կարա ավտոյի տիրոջը ասեն դուք բերեք մեզի փող մուծեք, քանի որ նա իր երկրին է պատկանում, բայց կարելի է չէ ինչ-որ մի ձև սաստել, որ այդ փողերից ինչ-որ մի մաս մնա երկրում։ Իսկ իմ կարծիքով այդ նման հարցերը կառավարությունը հաստատ հարկային մարմինները կարան այդ հարցի լուծումը գտնեն։ Մենք հասարակ շոֆերներ ենք, ավտոյի տերեր ենք, մենք ուզում ենք արդար ձևի աշխատենք։ Բայց իրանք վերևը նստած հաստատ իրանք գիտեն ինչ ճանապարհ գտնեն, որպեսզի այդ տվյալ գումարներից իրանք Հայաստանում փող թողեն։ Դուք որևէ միտում այստեղ տեսնում եք, վերջին շրջանում նաև հայ կոնյակագործներն են բողոքում, որ Վրաստանում չեն կարողանում իրենց։ Ինչքան վաղ առաջա որ մոդեցել են այդ հարցին խոսացել են։ Ամսի 5-ին որ պետք է այդտան Վրաստանում հանդիպեն։ Խի ամսի 5-ին։ Ինչքան ժամանակ անց է։ Բացի թողի վիճակա տիրություն չեն։ Խի ամսի 5-ին, այդ անձ հետաքրքիր, խի ամսի 5-ին։ Մի ամիս անցնի, մի ամսից ավել անցնի, նոր հետա, խի, բայց կառավարությունը ինչի համար աշխատում։ Ինչի համար շուտ չեն արձագանքում հարցին լուծում տան։ Չէ որ տարանցիկ ավտոյա։ Մենք այս հարցով դիմում ենք, էլի կառավարությանը։ Խնդրեմ ենք կառավարությանը մեր հարցին լուծում տան, էլի։ Մի հատ վերանայեն էս մթնոլորտը, ինչա կատարվում։ Կամ էլ թող մեր վերից հարկերը լրիվ հանեն։ Թող կամ է հարկերը հանեն, չենք կարում հարկեր տանք։ Չենք կարում մեքենա պայենք, չենք կարում հարկ տանք, վարկ տանք։ Մեր ասածներն է, որ մեր կառավարությունը դսից ինչ ծախսանում ենք բերենք ստե չեքերը, որ դա գոնե մեր հարկերից դուրս գան։ Թե վարելիքը կլինի, թե մեքենայի վրա ծախս անելը կլինի, թե զամչաստ առնելը կլինի։ Եթե մենք ստե Հայաստանից վարելիք լցենք, ուրեմն ավելի լավ է մենք մի հատ պետք է վարկ վեկալենք, որ կրանանք մեր մեքենաները, մեր հարկերը, մեր երեխին հաստանք։ Հետո պետք է ստեից վարելիք լցեմ կամ ստեից ինչ-որ մի հատ գործ անեմ ու մի հատ էլ վարկ վերցնեմ, որ խոսքի իմ ընտանիքը պայեմ, էլ իմաստը ո՞րն է այդ մեքենա պայելու։ Մեզ պետք է որ դսի բերած բոլոր ծախսերը մեր հարկերից դուրս գա։ Թե կլինի վարելիք, թե կլինի մեքենայի վրա ծախս անելը։ Ասում են, չէ, դա չի անցնում դսի բերած ծախսը։ Խի։ Հիմա եթե ես քշում եմ 500 կիլոմետր չեմ քշում։ Ստի
Բաղդադաշեն կազմում 250 կիլոմետր ու մնացածը քշում եմ Ռուսաստանում։ 5000 կիլոմետրից եմ 5200 կիլոմետր քշում եմ Ռուսաստանում։ Խիլ Ռուսաստանի 2700 կիլոմետրի ծախսը չի ուզում հաշվի։ Ոզից հարգա պահանջում։ Հարգը պահանջում ես, ուրեմն պետք է դսի, ես դսում եմ քշեմ շատ է։ Երկրի перевозка եմ անում։ Հնես ուրիշ ազգի մար перевозка եմ անում, եկերեմ ասում եմ իմ հարգերից դուրս արի։ Իմ երկրի իմար եմ արել։ Այդ ծախսերը պետք է հաշվի առնեն։ Եթե ուրիշ ազգը կոնկրետ վրացին մտնում Հայաստան ոչ մի ծախս չի մուծում։ Ռուսական մեքենան մտնում է 15000 էկոլոգիայի փող է վճարում ու այդ գումարը մեր երկրի գումարը, մեր բյուջեի գումարը գողանում տանում է։ Բայց մեզ էլ հարկ են պահանջում։ Եթե տվյալ պատվիրատուն, օրինակ իմար եմ ասեմ, վճարում է 20%, ուրեմն պետք է պլյուս անի 10% էլ մեր երկրի ղեկավարը, մեր երկիրը։ Խոսքը բեր ներմուծող Ներմուծող, որ այդ գումարը տանում է մեր երկրից, մեր բյուջեի գումարը տանում է։ Ուրեմն 30% հարկ վճարի, որ երկրորդ անգամ այդ պատվիրատուն ուրիշ աշ չբարձի, էլի թո բարձի, ծայրահեղության դեպքում։ Չի կարող կտրականապես Մենք չենք ասում։ Եթե մենք ընդ կայնած ենք, օրինակ իմար խոսքի մեջ, ոչ թե մեզ կանգնացնեն իրանց բարձր։ Մեզի փոխանցումով են տալի, մենք հարկը մուծում ենք, իրանց նալիչի փողը տալիս են։ Ոնց։ Շատ մարդիկ էլ կա ասում է վրացի ներժանակ, վրացի ներժանակ ինչի համար, որովհետև հարկ չի մուծում Հայաստանում։ Մենք էլ հարկ ենք վճարում։ Պետք է մենք խոսքի $200 թանկ բարձենք, որ բերենք այդ $200 հարկ վճարենք, չէ՞։ Ու իրանք նախընտրում են տան ուրիշ ազգին։ Էժան քշողները որ հարկ չեն մուծեմ, բայց ապրանքը քիչ էժան անեմ այստեղ Հայաստանում։ Սկական Perevozken եթե էժանա պետք է տվյալ ապրանքն էլ էժանելի, չէ։ Իսկ ապրանքը չի էժանա, որ պետք է ասում են ապրանքը բերեք $2000-ով։ Լբերեք մի հատ հաշվենք, էլ $2000-ով Մոսկվայից Երևան։ Ինչ ծախսա կազմում մինչև Հայաստան։ Ցանկացած բեր։ Մենակ վարելքի գումարն է դա կազմում։ Ցանկացած բեր ապրանքի մեջ տեղավորվես այդ գումարը լմատ այդ բերի վրա, մատ բաժանենք, տենանք մի կոպեկներ է կազմում, բայց իտո էլ չեն ուզում տա։ Ու ասում են բեռնափոխադրումը հայերը թանկացնում են։ Ոնց են թանկացնում, կոպեկներ է, դա չի կարա երևա։ Դու պատկերացրեք $300-400 ապրանք ավտոյի մեջ, $3000, $4000 փող են ուզում, ասում են թանկ է։ Ու հələ համեմատը քանի տոկոսն է կազմում այդ բերի։ Ուստի իրանք ինչ գնով են վաճառում։ Պետք է լինի չէ՞ որ մի հատ հիմնարկ, որ այդ ամեն ինչը անալիզ անի։ Այդ ամեն ինչը հաշվարկ անի։ Ու տիրություն անի երկրի շուկայի։ Մեզի պետք է ժողովուրդ ջան, մեզի պետք է ընդհանուր լինի մի մակարդակ, կլինի միջնորդ կազմակերպություն, կլինի բեռնափոխադրող։ Ու գնում ես Երևանից Մոսկվա հետ ես գալիս, ասված չանի ինչ որ ավտո վրա առանց ծախս անելու։ Մենակ որ ճանապարհի ծախս, վառելիք, այլ $3000 ծախս ենք անում մեքենայի վրա։ Էդի որ գնում է հետ է գալիս։ Հիմի ոնց կարան խոսքի մենք $2000 Մոսկվայից հետ գանք, որ թե շոֆերի գումար տաս, թե հարգայինի գումար տաս, թե մեքենայի ծախս հանես, ոնց տեղավորվես։ Մի հատ կալոս թողես, կամ մի հատ կալոս տրակավ, այդ ժամանակ արդեն մենք մինուսով հետ են գալիս։ Պետք է մի հատ գանք սեյս վարկ վեկալենք, որ մեքենայի փճացած կալոսի ծախս անենք, էդի կալոսը ամենացածր գինն եմ ասում, էլի։ Գործընկերը ճիշտ ասեմ, այստեղ մենակ օգտվում է լոգիստական կամպանիաները, միջնորդները, մեկ էլ պատվիրատուները, որը որ պատվիրատու բեռը բերեմ ես հասցնեմ տեղ, ինքը իր բեռի տերն է։ Միջնորդներն էլ իրաց գումարներ են վերցնում։ Всё, այստեղ վարորդները ճոկուտ չեն տենում։ Հարգայինի բեռն ենք մենք մեր վրա հարգային ենք մուծում, մեքենայի վառելիքը տակը փող չի մնում։ Որ տուն պահես կամ մեքենա պահես կամ վարկ տաս։ Ընդամենը էդ է։ Всё։ Բայց ոչ մի ապրանք չի էժանանում, որ ասես մեր բերած բեռները էժանա։ Ոչ մի էժան բան չկա։ Մենակ մեր բեռը, մեր բանն է։ Perevozken-ա, всё։ Էդ ընդամենը էժան։ Всё։ Մեզ ոչ մի բան ձեր չի տա։ Մի հարտակ լինի, մի մակարդակ լինի, կլինի միջնորդ կազմակերպություն, կլինի բեռնափոխադրում, որ ու կլինի կառավարության կողմից վերահսկողություն։ Մեր նպատակն է դա։ Ու մենք որպես անտեսված չլինենք։ Մոսկվայից ավելի շուտ հասնում ենք վրացական ստայանք ենք, քան թե վրացական ստայանքից, որ սահմանը հատենք։ Օրերով հերթ ենք կայնում, օրերով։ Երանի ենք տալիս, որ խոսքի ստայանքում լինի 10 մեքենա, որ գոնեմ մի 2 ժամվա, 3 ժամվա, 4 ժամվա անցնենք։ Ոչ թե խոսքի 4 օր կայնենք վրացական ստայանքում, գանք մի սուտ կա Վրաստանից հայկական տամոժնին։ Պրոստը ամեն ինչին պետք է վերահսկողություն լինի, աշխատանք լինի։ Մեզից պետք է էդի, սաղից
Սա բեռնափոխադրողին, Դա ցարցել կա։ Վրացիները կալսեն կանխիկ գումարով, բեռը դադարգին իրանց կանխիկ գումարը վերցնեմ գնամ են իրանց տուն։ Իսկ մենք որ բերեմ ենք դադարգը 8 օր 10 օր մերը փոխանցում է։ Ոնց ալեմ, որ մերը փոխանցում է, բդի 8 օր 10 օր 5 օր սպասենք։ Բայց վրացիները կան դադարգին կանխիկ վերցնեն գնան։ Ոնց ալեմ այտենց։ Կամ այդ ինչ համար 8-ից 10 օր։ Այդ հարցն էլ է, սաղից տանջում է, սաղից էլ հետաքրքրում է։ Թողնի 3 աշխատանքային օր կամ 10 աշխատանքային օր, 15 աշխատանքային օր, 30 օր, ինչի համար։ Եթե մարդը Մենք չեն տալի, որ վերցնենք կանխիկ։ մենք որ կանխիկ վերցնենք, կան հարգայինը, կաս լարտենամ այդ կանխիկ գումարը որ բերել ես։ Ինչի համար, որ հարց ես ուզում ուտես։ Մեզի չեն տալիս։ Բա այդ հարցը իրենց տվել եք ինչի։ Տվել ենք, ասում եմ, բայ չեք ուզում երկրի բյուջեն լցվի։ Մենք ուզում ենք երկրի բյուջեն լցվի, բայց դուք եք թողում երկրի բյուջեի գումարը հետա։ Չէ, նկատի ունեմ ինչի 8 կամ 10 օր հետո էլի։ Ասում ենք, ասում եմ, պատվիրատուն այդքան ժամանակում է փոխանցում։ Այդ պատվիրատունը կարմա 100,000-ի, 200,000-ի, 50,000-ի, 20,000 դոլարի կամ 20 միլիոնի գումարը ապրանքը բերի Հայաստան, ինքը չի կարող օրինակ 1 միլիոն կամ 2 միլիոն գումարը այդ օրը կամ երրորդ օրը մաքսիմում փոխանցի։ Այդ ոնց է։ Լսեք, թուրք են վարձում բերում, մտցնում Հայաստանի Հանրապետության զորամասեր, հասկանում եք։ Նկատի ունեք թուրքական բեռնատարներ, որոնք Չէ, նկատի ունեմ վրացական համարներով ազգությունները թուրքեր։ Վարձում բերում են, մտցնում են Հայաստանի Հանրապետության զորամասեր։ Որ իրան գալիս են, դե զորամասում խելքը գլխի ժողովուրդ են։ Տոսում են տոց, ձեր գալացողի մամաներն էլ, բարձողի մամաներն էլ, այդպես կտոնեք տղեր ցույց կտակ ողբեր։ Չէ, առանց հայանքի։ Չէ, էդի իրոք եղել է այդ կամ բանը։ Ու եղել է, ու անցած տարի որ հավաքվել են սեպտեմբերին, ու կամ բանը խոսացվել է, ու ասել են։ Էդի պետք չէ էլի, մարդիկ թող մի հատ ուշքի կան։ Եթե վրացում բարձում են, վրացի մեր ճանապարհը փակում է, խեն վրացական մեքենաները բարձր։ Վրացական մեքենաները համարանիշներն է վրացական, մնացածը սաղ թուրքեր են, վարորդները թուրքեր են։ Մեր գործընկերը հետի նկատի ուներ, որ ոչ թե ինչի մարեն պերեմ թուրքերին, ինչի մարեն պերեմ հայկական զորամասները մտցնեն, որ ամեն ինչը տենալով, դրա համար հասանք այս օրի։ Թուրքական մեքենան դադակ բերում մտնում են Հայաստան, որ բերը բարձի գնա Թուրքիա։ Ու մեր հայկական մեքենաները չեն կարող մտան Թուրքիա։ Եթե մենք չենք կարող մտան Թուրքիա, խեն Թուրքին թողում մտնում Հայաստան։ Հետն էլ զորամասները չի մար։ Էդի Իրենք բայց զորամաս հասանելիություն ունեն, թե ուղղակի Հա, դե մեքենան բեռնափոխադրում անեմ զորամասի մար։ Զորամասն պարզվում է, որ այդ մեքենայի վարորդը թուրք է։ Չեն թողում մտնի զորամաս, հայ վարորդն բերել դրել են ուղին, որ մտնի բեռնաթափմանի դուրս գա։ Այդ ամեն ինչը տեղում է պարզվում։ երկիրը տեղյակ է երկրի Չգիտեմ, տեղյակ է, եթե տեղյակ է, երկրի ղեկավարը որ տեղյակ լինի, խի չի հարցին լուծում տա, այդ տվյալը որ հաստատել է, այդ որ բերել է, խի չի ասում, լարի պատասխանատվության ենթարկվեք։ Ինչ որ մի հատ հայկական մեքենան մի հատ օրինակն էլ ասեմ, էլի խոսքի մի մարդ ենք անցել ենք Ռուսաստան, հետ են գալիս Հայաստան, տեղ մոտորը երկար ժամանակ մնացել են, կանցածել են, բռնում են ու գանում են։ Ասում եմ, անեի նոր էտա, եթե գնացել եմ երկար ժամանակ մնացել եմ։ Մի ամիս մնացել է։ Բարձած մեքենաներ տեղ մոտոր չես կարող անես։ Այդ էլ մտել ենք Հայաստան, փոխանակ ընտառաջ են, ասեն, «Всё, զգուշացում տան, ոչ թե բռնեն 20,000 տու գանեն»։ Այս ժամանակ եկա որ երկար ժամանակ մնացել եմ ընդ, մի հատ 20,000 տու գանվել եմ, այս ժամանակ եկա որ այս ոչի բան չառա։ Այդ է պետք է ուշադրություն դարձնել, ոչ թե ամեն մի հատ ստից բանի մար, «Всё, պետք է տու գանենք»։ Ինչի համար տու գանենք։ Համ ուզում է տու գանի, համ չի ուզում ուշադրություն դարձնել։ Տուգանքի մատերիալ չէ, բայց դուք տեղին տուգանվում եք։ Այո, ամեն ձևի տուգանվում ենք։ Ինչի համար։ Բայց համարվում ենք առաջի հարգատուն, հերոս հարգատուն։ Մեր խնդրանքը կառավարությանը ընդամենն է դա, որ մի հատ էս վերահսկողություն նշանակեն, այս լոգիստական կամպանիաների կուրսի չէ, մենք ուզում ենք պարոն վարչապետ հետ հանդիպենք, որ մենք ամեն ինչը ներկայացնենք իրան, որ հարցի լուծում տենանք ստանում ենք, թե չենք ստանում։ Այդ է մեր նպատակը։ Ու տանորնի մի մագարտակ։ Հիմա դուք գնում եք դիմում բողոքների բաժին Հա։ ներկայացնել։ Բանավոր։ Ընթացակարգն է այդ։ Հա։ Որովհետև մենք արդեն քանի անգամ դիմել ենք կառավարությանը գրավոր պատասխանով, ոչ մի արձագանք չկա։ Մենք խնդրել ենք հանդիպում վարչապետի հետ, հրամոյ վարչապետի հետ, որ հասանելի լի մեր խոսքը։ Մեզ լսեն, ճանապարհը փակեն, խոչիթոց ստեղծենք, որ վարչապետը գա, էլի
չենք արել։ Էլ արդեն ոսմա դանակը հասել է ոսկորին, այդ բանա։ Եթե մենք մինչև շաբաթավեր մեզի չընդունեցին, մեզի ինչ-որ մի հատ լիարժեք պատասխան չտվեցին, մենք անելու ենք։ Ճանապարհը փակելու ենք։ Կլինի Սևանում, կլինի Կիրովագանում, կլինի Գյումրիում, կլինի Արմավիրում, էդի այղնելու է, թե կլինի քաղաքից դուրս գալացող մուտք գործող, էդ էլ ենք անելու։ Ու այդ Չէ, իշխանապողություն ժամանակ չենք անում։ օտար երկրի Մենք ավտոներում ուզում ենք- Մենք կապ չունենք, մենք չենք քաղաքականցնեմ այս հարցը։ Մենք ուզում ենք հարցին լուծում Մենք տանք։ հետո, всё, Մենք մեր աշխատանքը, որ աշխատում ենք, գոնե մեր աշխատանքը տենանք, ոչ թե դուրս տանք։ Գոնե մեր աշխատանքի 10%-ը, չեմ ասեմ 50%-ը, 100%-ը, 10%-ը տենանք։ Եթե մենք աշխատում ենք ու խոսքի մի տոկոսն ենք տենում, էդի սխալ է։ Այդ մեքենան չենք առել կամ ով որ առել է, որ իր եկամուտը տենա։ Գալիս է վարկի ժամանակ բանկն դեա մի օր ուշացնում ես տոկոս ես վճարում։ Ամեն տեղ, ամեն ձևի մենք ճնշված ենք, ամեն ձևի անտեսված ենք։ Բանկասմանց հետաքրքիր չէ։ Հետևողականություն չկա։ Ումս չեն հետևում, ոչ մի ոլորտ։ Ով գալի, բարձում, էժան, թանկ, չի նայում։ Հարգերը դրել են վարեկներս։ Ամեն ձևի մուծում ենք, ոչ մի բան չունենք։ Հետևեք, որ մենք տանենք, ոչ թե ուրիշները կան տանեն։ Մենք իրանցից լավ ենք տանում։ Այդ կամ հարգերը, որ դրել եք, ոնց պետք է մուծենք մենք։ Ու սենց ոչ մի ոլորտ հետևողականություն չկա։ Սարկել են այս երգիրը որպի կլող, ով ոնց ուզի խուզում է։ Հիմի չգիտենք, էսի ոնց պետք է եղնի։ Մենք էլ սրանով ենք տուն պահում։ Ուրիշ բան չեմ կարա լապատկա վեկալ եմ էտամ շինարարության մեջ աշխատեմ։ Սրանով եմ տունս պահում։ Ու վճարում ենք վախտը վախտին։ Ինչ որ մեզնից հասնում է։ Ստեղ հարցը մեր անհատական չի, որը ինչով լավ, մենք չլնենք, ուրիշները պիտի երկիրը իր բեռնափոխադրողը ունենա, թե չէ։ Շատ լավ, եկեք գնանք այնտեղ իր Վարչապետի մոտ